Երբ որ ես շաքարով հիվանդացել էի, որ այդքան հիվանդություններ եմ ունեցել, բժշկվել եմ, որերից մի օր հասկացա, որ շաքարով եմ հիվանդացել ու գիտես աղոթում էի Տիրոջը, հետաքրքիր մի միտք առա, հավատում եմ ետել եմ Տիրոջից առել, հա, ու աղոթում էի, որ Տեր ջան, ինչի համար է, ես աղբերներից մեկն էս մի հետաքրքիր բան ասեց, երևի մեղքերիդ համար է, մտածել ես որ մեղքերիդ համար ապաշխարես, ասում եմ մեղքերիս համար ուրեղներ, երևի մինակ շաքարը քիչ է եղնել էլի, հասկանում ես, այսինքն մեղքերիս համար մաս կարալ եղնել, ես հավատում եմ ուսուցանելու համար է, ինձ միտեղ սովորացնելու համար է, ինձ միտեղ տեղից տեղ տեղափոխելու համար է, որովհետև մենք քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ գալիս հասնում ենք միտեղ ու չենք ուզում առաջ գնանք, այս արդեն ընկած վիճակ է։ Մարդ կա, մենք ունենք քրիստոնյան ընտածքներ ունի, ընտածք ունի, երբ որ իր անձն է կառուցվում, ընտածք կա, երբ որ ուզե չուզե, ինքը պետք է տրվի Տիրոջին, որ իրանով ուրիշների կյանքի մեջ սերմվի, հա, ուրիշների կյանքը փոխվի։ Ամենավախենալու վիճակը ինքներս մեզի խաբելն է, երբ որ չես ազնվանում ու չես էլ ասում, Տեր ջան, իրոք չկա։ Չկա քեզ հետ հարաբերություն։ Էսի ավելի ազնիվ ու ճիշտ է, չեմ թե հորինեմ որ վախենամ ասեմ, այ մարդ, էսի նույնն է, ինչ որ շատերը մտածում են, որ Աստված լինի։ Չէ, Աստված 100% կա։ Ու երբ որ ես աղոթում էի, կարդացի Կորինթացիների 12 շատ հայտնի տեղ է, 12-ի 7-ն է, чтобы не возгордился, Պողոս Արաքյալն ասում է, было дано мне жалов плоть от дьявола։ Ուստեղ շատ կարևոր մի բան որ ասում է трижды помолился, И Бог сказал, хватит тебе благодати моей։ Ես դες մի փայլուն միտք չունեմ որ այնպես լավ կարանայի հասկանալ։ Մինչև Տերը ես միշտ զարմացել եմ, Տերն որ այցելություն է անում, ինքը շատ արագ կարում եմ սաղ կյանքդ վարյանների մեջ ցույց տա ու զարմանալի որ դու էլ կարող ես այդ վարյանների մեջ տեղավորվես ու հասկանաս։ Այսինքն քո հնարավորություններն էլ է փոխվում, երբ որ Տերը ինքը այցելություն է անում։ Ու Տերոջ այցելության մեջ ես հստակ հասկացա, որ Տերն ասում է. «Իմ շնորհքս քեզի հերիք է, շաքարը չեմ վերցնելու վրայից, բայց շաքանով որ քեզ, հա, վատություն կարան անի»։ Մեկ որ մերս զանգում է, ասում է. «Շաքարը ո՞նց է»։ Ասում եմ. «Մեր ջան, ես շատ լավ եմ, շաքարը շատ վատ է, ում ձեռն ենք որ լավ լինի։ Ես Քրիստոսի հետ եմ, շաքարը ինչի՞ պետք է լավ լինի։ Իրավիճակը շատ վատ է»։ Իմ վիճակը շատ լավ է, որովհետև ես գիտեմ ում հետ եմ ապրում։ Էնի չի ունի իրավունք ու իշխանություն։ Տերն ասում է. «Смерть, где жало твоя»։ Այսինքն ուրա մայ քո խայտոցը, հա? Ես պետք է մեռնեմ շաքարի։ Չէ, ես կմեռնեմ, եթե Տիրոջից չլինեմ, Տիրոջից հեռու գնամ։ Իսկ օրն էլ որ կա պետք է ննջեմ, ուրեմն պետք է ննջեմ։